Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում մեր պատմության դասերը հաղորդաշարի մեր հերթական հաղորդումն է եւ ինչպես խոստացել էի նախորդ անգամ, այսօրվա մեր հաղորդումը կանենք մի քիչ այսպես առանձնահատուկ եւ մեր հաղորդման հյուրը կլինի պատմաբան թուրքագետ Հայկարամ Նահապետյանը։ Ընդունված նախ ուրեմն շնորհակալություն հայտնեմ հրավերը ընդունելու համար եւ մեր ընդունված ավանդական կարգի համաձայն ես անդրադարձ կատարեմ մի քանի նամակների հեռախոսազանգերի, որից հետո անցնենք մեր բուն նյութին։ Ուրեմն նախորդ հաղորդման ժամանակ մի հեռախոսազանգ եղավ, որ ուղղակի հաղորդման վերջում չհասցրեցինք պատասխանել Ռուսաստանից, արդյոք անհատները իրավասու են դիմելու Հաագայի եւ այլ միջազգային դատարաններ հայ դատին վերաբերող խնդիրներով, ասեմ, որ ցավոք սրտի այդ իրավասությունը չունեն անհատները, բայց դրանք կարող են անել մեր պետությունը կարող է անել եւ միջազգային կազմակերպությունների միջոցով կարող են անել նաեւ մեր քաղաքական մյուս կառույցները։ Մեկ ուրիշ հարց, որ մեր հայրենակիցներից մեկը Արամ այստեղ ազգանունը չի ներկայացել, վերաբերում է մի խնդրին, որ բոլորիս համար մտահոգիչ է, որ մեր հաղորդաշարը եւ ընդհանրապես այս բնույթի հաղորդումները, որոնք նվիրված են եւ հայ դատին եւ Թուրքիայի ներսում տիրող իրականությանը, դրանք անհրաժեշտ է հեռարձակել թուրքերենով։ Բնականաբար մանավանդ այստեղ շեշտադրում է արել նամակի մեջ, որ Թուրքիայի ժողովուրդը մեծ մասամբ չգիտե իրականությունը։ Դա գիտենք, որ այդպես է եւ այդ հարցը բազմիցս բարձրացրել են եւ թուրքերեն եւ քրդերեն եւ առաջիկայում ես արդեն առիթ ունեցել եմ ասելու այդ առաջարկը հատուկ պետք է ներկայացնենք նաեւ մեր նոր ստեղծվող Սփյուռքի նախարարությանը։ Դրա անհրաժեշտությունը կա եւ կարելի է բերել բազմաթիվ օրինակներ, օրինակ ասենք թուրքերը իրենց պանթուրքիստական ծրագրերը քարոզելու համար, ասենք Պարսկաստանի հյուսիս-արևմտյան ամբողջ այդ տարածքում սփռում են Թավրիզի ձայն կոչվող մեծ հեռուստաընկերությունը եւ ռադիոժամ է, որը օրը 24 ժամ քարոզում է պանթուրքիզմ, որպեսզի Ատրպատականի տարածքում ապրող թուրքալեզու այսպես բնակչության մեջ ավելի բորբոքի պանթուրքիզմի գաղափարը եւ նաեւ Պարսկաստան այսպես ներսից քանդելու պայթեցնելու այդ քաղաքականությունն են վարում։ Մենք չենք անում որևէ բան, թեպետ հենց արբանյակային հեռուստաարձակմամբ, եթե մենք փորձենք թուրքալեզու, քրդալեզու ծրագրեր դնել, անշուշտ մենք ունենանք շատ մեծ հենց հեռուստալսարան ոչ միայն բուն արևմտյան Հայաստանի տարածքում, այլ ամբողջ Թուրքիայի այսօրվա թուրքական պետության տարածքում։ Մեր հեռուստադիտողներից Փարիզից Ռազմիկ Հակոբյանը 3 ուրեմն հարցեր ուղղել, ես բովանդակությունները արագ ասեմ, հարցադրումը վերաբերում էր հիմնականում, թե ինչու պետականորեն ընթացք չի տրվում Վիլսոնի իրավարար վճռի իրականացմանը։ Բնականաբար խոսքը առնչվում է մեր անցած հաղորդումների երկու հաղորդման ընթացքում Արա Պապյանի ներկայացրած միջազգային փաստաթղթերին։ Սա իսկապես մտահոգիչ բան է, որովհետև մենք հաղորդման ընթացքում ցույց տվեցինք հենց Արա Պապյանի կազմած եւ Հայաստանի Հանրապետության նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին 2005 թվականին դեռևս ներկայացրած այդ ամբողջ առաջարկությունների փաթեթը, որտեղ նա ուրեմն մանրամասն միջազգային կոնվենցիաներով հիմնավորելով ցույց էր տվել, թե ինչ հիմնավորումներով մենք կարող ենք ներկայացնել միջազգային դատարաններ, սակայն հարցը ինչ որ ընթացք չէր ստացել։ Ես այստեղ ասեմ, տարօրինակ է, որովհետև այնուամենայնիվ գոնե լուրջ քննարկումներ պետք է լինեին եւ սա միակ դեպքը չէ։ Երևի 1-2 ամիս առաջ էր ես Նախիջևանի հետ կապված Արգամ Այվազյանին երբ որ հրավիրել էի, ասեցի, ես 2003 թվականին էլ ինքս եմ մի առաջարկություն ներկայացրել Անձամբ Օսկանյանին, նախկին արտգործնախարար, որտեղ ներկայացված էին, որ մեր այս բանակցային գործընթացում մենք պետք է ներառենք եւ Նախիջևանի խնդիրը եւ ազգային փոքրամասնությունների Ադրբեջանում ոչնչացման խնդիրը, խոսքը թալիշների, քրդերի, թաթերի մասին է, այսինքն Ադրբեջանը ցեղասպան պետություն է, ազգային փոքրամասնությունները ոչնչացել են Ադրբեջանի տարածքում եւ բնականաբար այն ժամանակ Միացյալ պետություն եւ այլն այսպիսի առաջարկներ էին, դրանց մասին խոսք լինել չի կարող։ Եվ ներկայացված էր նույն ծրագրի մեջ մշակութային ցեղասպանության հանգամանքը,
եւ այս ծրագիրը շնորհակալությամբ ընդունվեց արտգործնախարարի կողմից, բայց հետո որևէ կետում որևէ դրսևորում չստացավ։ Ընդ որում դրանից մի քանի տարի հետո, 2-3 տարի հետո մեծ աղմուկ մերոք բարձրացրեցին Ջուղայի խաչքարերի ոչնչացման, բայց էլի միջազգային մակարդակում որևէ բանի չհասան, թեպետ բոլորը տեսել եք նկարահանած կադրերը, թե ինչպես է ադրբեջանական բանակը ոչնչացնում Ջուղայի հայկական մշակութային հուշարձանները։ Այստեղ ես ցավում եմ, բայց մեր պետության համապատասխան օղակներում երբեմն ոչ կոմպետենտ մարդիկ լինելու պատճառով մենք շատ այսպես հարցերում թերանում ենք եւ ուշանում ենք նաեւ շատ հարցերից։ Հարցի տրամաբանական շարունակությունն են մյուս կետերը, ինչու չեն Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի նկատմամբ կիրառվում միջազգային օրենքները եւ երբ ենք մենք իսկապես պահանջելու մեր պատմական տարածքները հիմնվելով ժամանակին այսպես միջազգային ուրեմն ազգերի լիգայի եւ այլ վճիռների վրա։ Բնականաբար սա նույն հարցի ոլորտին է վերաբերում։ Հիմա մենք փորձում ենք մեր հնարավորության սահմաններում, որքան կարող ենք իրազեկել, որովհետև միայն Հայաստանի Հանրապետության խնդիրը չէ, սրանք խնդիրներ են, որոնք համայն հայության խնդիրներն են։ Եվ գալով ուրեմն մեր կապված այս ամբողջ հարցադրումների հետ, որոնք Արա Պապյանի հետ մենք առիթ ունեցանք նախորդ երկու հաղորդումներին բարձրացնելու, ես հիմա խնդրեմ մեր օպերատորը ցույց տա, որպեսզի դուք հնարավորություն ունենաք նաև ուղիղ կապվելու Արա Պապյանի հետ։ Ես այստեղ ձեզ հիմա ցույց տամ նրա հիշեցնեմ մեկ անգամ եւս ուրեմն համացանցի ինտերնետի կայքեջը 3w.wilsonforarmenia.am եւ նրա էլեկտրոնային փոստի հասցեն ara.papyan@gmail.com Կարող եք իր հետ ուղիղ կապի մեջ լինել եւ հարցերը եւ եթե ինչ որ առաջարկներ ունեք, օրինակ անցած հաղորդմանը մենք ունեինք առաջարկ մեր հայրենակիցներից մեկից գերմաներենով թարգմանելու այդ վերլուծությունները եւ հրատարակելու գերմանալեզու մամուլում։ Մի խոսքով կարող եք ուղիղ Արա Պապյանի հետ կապի մեջ լինել, ինքը ուրախ կլինի ձեր հետ կապ ունենալու եւ նաեւ պատասխանելու ձեր մոտ առաջացած հարցերին։ Հիմա գալով այսօրվա մեր հաղորդմանը Ինչու մենք որոշեցինք այսպես անել մի հաղորդում, որը մեր մշտական հեռուստադիտողները գիտեն, որ մենք միշտ այսպես մեծ գլոբալ խնդիրներ ենք քննարկում եւ առաջին անգամն է, որ մենք պետք է անդրադառնանք միայն մեկ գրքի, մեկ փաստաթղթերի ժողովածուի, իհարկե ոչ շատ նեղ, այլ ավելի այսպես իր ամբողջ նաև հարակից հարցերով կարևորը ինչ է այս օրերին մեր հայրենակիցները անընդհատ լսում են որ Թուրքիայի կողմից առաջարկվում է ուրեմն հանձնաժողովի ստեղծում եւ Հայաստանի նախագահը կարծես թե դեմ չի որոշակի այսպես հատուկ շեշտադրումներով ստեղծել նման հանձնաժողով եւ որը պետք է ուսումնասիրի ցեղասպանության պատմությունը ոչ թե լինել չլինելու հարցը այլ կատարված դեպքերը եւ այս տեսանկյունից բացառիկ կարեւորություն կարող է ունենալ մի ժողովածու որը հրատարակվել է 1994 թվականին Անկարայում հրատարակվել է թուրքերի կողմից եւ ժողովածուն կոչվում է հայերն օսմանյան փաստաթղթերում 1915-20 թվականներին Ինչու եմ հատուկ շեշտում 94 թվականը այն ժամանակ հարցը այսպիսի սրություն չուներ եւ փաստաթղթերի ժողովածուի մեջ տեղ են գտել բավականին այսպես հետաքրքիր մեր տեսանկյունից փաստաթղթեր, որոնցում ակնառու են ուրեմն ցեղասպանության վերաբերյալ փաստերը եւ ես հիմա խնդրեմ մեր օպերատորը ցույց տա այդ գրքի ուրեմն տիտղոսաթերթը կազմը, որը մեր հայրենակիցները կարող են նաեւ ծանոթանալ եւ այս հաղորդման կարեւոր նպատակներից մեկն է ամբողջ հիմա դուք տեսնում եք ուրեմն կազմը գրքի Ամբողջ աշխարհում նաև գործող հայ դատի գրասենյակների ուշադրությունը հրավիրել այս կարևոր փաստաթղթերի ժողովածուի վրա։ Մենք այստեղ հիմա պարոն Նահապետյանը երբ որ կներկայացնի, այստեղ մենք HRH կներկայացվեն ուրեմն բոլոր փաստաթղթերը, կարևոր այդ շեշտադրումները եւ ընթացքում դուք նաև էկրանին առիթ կունենաք տեսնելու այդ փաստաթղթերի բնօրինակները օսմաներենով գրած։ Հիմա
մեկ անգամ էլ շնորհակալություն հայտնեմ, որ այսօր միասին պետք է անցկացնենք։ Իդեպ Հայկարամ Նահապետյանի անունը ձեզ արդեն պետք է որ ծանոթ լինի, հատկապես շատ հաճախ Հայլուր լրատվական ծրագրով նրա թուրքագիտական վերլուծությունները առիթ ունեցել եք լսելու։ Ժողովածուի մասին եւ շնորհակալություն։ Ես մի փոքր, եթե թույլ տաք, նաև նախաբանով մոտենամ հարցին, ասելով, որ իրոք նախընթաց տարիների ընթացքում թուրքական պետությունը բազմաթիվ հատորյակներ է հրատարակել, որոնցում ներկայացված են եղել օսմանյան փաստաթղթեր, որոնք ըստ հրատարակիչների մտահղացման պետք է որ մերժեին, հերքեին հայոց ցեղասպանության փաստը իրականում կոչված են, այսինքն մերժելու կամ հերքելու անհերքելին։ Եվ ահա այս հատորյակը ուղղակի հրատարակիչների բացթողումների պատճառով իրականում ոչ թե հերքում է, այլ միայն գալիս է լրացնելու եւ հաստատելու հայոց ցեղասպանության հարցը, հայոց ցեղասպանության թեման եւ նաեւ բացի քաղաքական եւ քարոզչական այն հնարավորությունները, որ ինքը տալիս է հայկական կողմին, նաև զուտ պատմաբանների համար եւ ցեղասպանության թեմայով զբաղվող մեր մասնագետների համար հետաքրքրություն կներկայացնի։ Ես ասեմ, որ ինչքան էլ թուրքական պետությունը տարփողում է, թե իրենց արխիվները բաց են ուսումնասիրողների առաջ եւ վերջերս նույնիսկ Հալաչօղլուն, Յուսուֆ Հալաչօղլուն բավական այսպես տխրահռչակ ուրեմն մի գործիչ հայտարարեց, որ պատրաստ է գումար առաջարկել հայկական կողմին, եթե Հայաստանը կբացի իր արխիվները, եւ դրան ի պատասխան հայկական կողմը չարձագանքեց, մենք պարտավոր չենք գուցե բոլոր հայտարարություններին թուրքական կողմի արձագանքել, բայց պատասխանեց թուրք հրապարակախոս ազատական իր հրապարակումներով հայտնի Այշե Հյուրը, որը շատ այսպես համառոտ եւ շատ դիպուկ մի հայտարարությամբ ասեց, որ հայկական արխիվների մասին խոսելու փոխարեն նա իր սեփական արխիվներին, նա իր օսմանյան արխիվներին։ Յուսուֆ Հալաչօղլուն ղեկավարում է Թուրքիայի պատմության ինստիտուտը, որը տարիների ընթացքում տպագրել է տարբեր օսմանյան փաստաթղթերով ուրեմն հատորյակներ, դրանցից մեկը մեր ձեռքին է, ահա 1983 թվականին հրատարակված մի գիրք, օպերատորին խնդրենք ընթացքում նաև ցույց տա, ահա։ Այստեղ նույնպես հետևված են օսմանյան մեծ թվով փաստաթղթեր, որոնք իբրև թե կոչված են մերժելու ցեղասպանության փաստ, իրականում ասենք ներկայացված են փաստաթղթեր, որոնցում օրինակ խոսք է գնում հայկական եկեղեցին վերանորոգելու կամ դպրոցը վերանորոգելու մասին նախքան 1915 թվականը կամ որոշ այլ փաստաթղթեր, որոնք վերաբերվել են բուն պատերազմական ժամանակահատվածին 1915 թվականի, ուրեմն Վանի տարածաշրջանում տեղի ունեցող մարտերին, բայց ցեղասպանություն մերժել իհարկե այստեղ խնդրո առկա լինել չէր կարող պարզապես, իսկ մյուս հատորյակը գալով մեր ուրեմն բուն թեմային հայերեն օսմանյան փաստաթղթերում տպված 1900, ինչպես նշեցիք, տպված 1994 թվականին Անկարայում արխիվային վարչության կողմից, սա փոքրինչ ավելի հաստափոր, այսպես ասենք, մի հատորյակ է, որտեղ ներկայացված են 272 օսմանյան փաստաթղթեր, որոնք նորից մտահղացմամբ հրատարակիչների պետք է որ ուրեմն մերժեին ցեղասպանության փաստը, բայց ինչ է արդյունքում դուրս եկել այս ամեն ինչից։ Ուրեմն ես դասակարգել եմ, այսպես ասենք, 4 ենթախմբերի փաստաթղթեր, որոնք ուղղակի կամ անուղղակի փաստում են իրականում հայոց ցեղասպանության փաստը, փաստաթղթեր, որոնք խոսում են հայերի բռնի մահմեդականացման մասին, փաստաթղթեր, որոնք վկայում են հայերի գույքի բռնազավթման մասին եւ փաստաթղթեր այն մասին, որ շատ նվազագույն ուրեմն թվով հայեր են կարողացել վերապրել այդ ուրեմն բռնագաղթը եւ հասնել դերձորի անապատները եւ ահա այս 4 թեմաներով փաստաթղթեր առկա են այս հատորյակում։ Պետք է նաեւ նշեմ, որ փաստաթղթերի եւ գրքի հանդեպ ուշադրություն նախքան իմ ուսումնասիրությունը եղել է Վահագն Տատրյանի կողմից եւ Վահագն Տատրյանը իր ուսումնասիրություններում ահա ուշադրություն է հրավիրել 67 գրքի 67-րդ էջի թիվ 71 փաստաթղթի վրա, որը կարելի է համարել ամենամեծ բացթողումը, որ այս գրքում կա, եւ ահա ես հայերեն թարգմանության տարբերակով ուղղակի կընթերցեմ, թե ինչ է ասված Դիարբեքիրի նահանգապետին։ Փաստաթուղթը մենք ունենք։
Այո, մենք կարող ենք օպերատորին խնդրենք էկրանի վրա ցույց տա փաստաթղթի էջը, ահա։ Եվ ուրեմն ես ընթերցեմ, թե ինչ է նշված 1915 թվականի հունիսի 20-ին Թալյաթի կողմից Դիարբեկիրի նահանգապետին ուղարկված այս հեռագրում։ Մենք տեղեկացվել ենք, նշում է Թալյաթը, մենք տեղեկացվել ենք, որ վերջին ժամանակաշրջանում նահանգի հայերի հետ միասին ոչնչացում են այլ քրիստոնյաներ եւ որ շուրջ 700 հայեր եւ այլ քրիստոնյաներ վերջերս ոչխարներ, ինչպես ինքն է գրել այստեղ, ոչխարների պես մորթվել են Մարդինում, քաղաք է Մարդինը Թուրքիայի ուրեմն հարավարևմուտքում, մորթվել են Մարդինում այն բանից հետո, երբ քաղաքից դուրս են տարվել գիշերային օպերացիայի ընթացքում։ Այս ճանապարհով սպանվածների թիվը գնահատվում է 2000, առկա է մտավախություն, որ եթե այս գործողությունները իսկույն ևէ չդադարեցվեն, տարածաշրջանի մահմեդական բնակչությունը ևս կարող է իրագործել քրիստոնյա բնակիչների ընդհանուր սպանդ։ Քաղաքական, այստեղ ուշադրություն, քաղաքական եւ կարգապահական միջոցառումները, որոնք իրագործվում են հայերի դեմ, ոչ մի դեպքում չպետք է կիրառվեն այլ քրիստոնյաների հանդեպ, քանի որ նման գործողությունները կարող են վատ ներգործել հասարակական կարծիքի վրա։ Իսկույն վերջ տվեք այլ քրիստոնյաներին առանց խտրականության վտանգի ենթարկող այս գործողություններին։ Ինչու է այս հեռագիրը տպագրվել։ Ինչու են թուրք պատմաբանները նման փաստաթուղթ զետեղել, որովհետև այստեղ առաջին հայացքից Թալյաթը ասում է, որ պետք չի առանց խնդրականության ջարդ իրականացնել եւ ուրեմն այն գործողությունները, որոնք կիրառում եք հայերի հանդեպ, մի կիրառեք մյուս մամեդականների, ասորիների հանդեպ եւ որպեսզի այս բացասական, ինչպես ինքը նշում է, բացասական ռեզոնանսը չլինի, այսինքն ոչ թե ինքը ելնում է ինչ որ նկատառումներից, որ ինչպես կարելի է մարդկանց սպանել, խոսքը գնում է հասարակական կարծիքից իր մտավախության մասին, հա, եւ փորձել են ահա այսպիսի մի փաստաթուղթը ինքը շատ խոսում է։ Այո, եւ ահա այս փաստաթուղթը հրատարակվել է Վահագն Տատրյանի կողմից մտերաշրջանառության մեջ եւ Թուրքիայի օրինակ Սաբանջը համալսարանի պրոֆեսոր Հալիլ Բերքթայը ասում է, որ միայն այս մեկ փաստաթղթով նոտարի կողմից թարգմանված եւ նոտարի կողմից հաստատված որևէ օտար լեզուներով ինքը պատրաստ է միայնակ վերցնել այս փաստաթուղթը եւ 10, 100 կամ 150 հոգանոց ժյուրի առջև պաշտպանել տեսակետը, որ եղել է ցեղասպանություն։ Միայն այս մեկ փաստաթղթով Հալիկ Բերքթայը ազատական կողմնորոշմամբ թուրք հայտնի պատմաբան է, որովհետև այլ կերպ հասկանալ տվյալ նախադասությունը, որ վերևում նշելով, որ սպանվել են հայեր եւ նույնիսկ շատ ցավալի այսպես մի ձևակերպում, որ մորթվել են ուրեմն Մարդինում հայեր եւ շարունակությունը այն միջոցառումները, որոնք կիրառում եք հայերի հանդեպ, մի կիրառեք մյուսների հանդեպ, արդեն ինքը վկայում է, որ Թալյաթը որևէ ձևով չի արձագանքում այդ ջարդին, որևէ ձև չի ասում սահմանափակեք, չի հարցնում, թե ինչ է եղել, ինչու են սպանվել այդ հայերը, որևէ թուրքական այդ թեզը, թե ինչ որ նա պատժել է մեղավորին, այստեղ չկա, ընդհակառակը տեղեկաներով ջարդված շարունակեք հայերին եւ մի խառնեք մյուս քրիստոնյաներին։ Այսինքն դա ցեղասպանության մասին կոնվենցիայի դրույթի ճիշտ համապատասխանություն է կազմակերպված գործողություններ մեկ ազգի, մեկ տեսակի նկատմամբ ոչնչացնելու պետության կողմից, պետական իշխանավորի կողմից։ Եվ ահա այս փաստաթուղթը վերջին շրջանում Թուրքիայում նույնպես շրջանառվել է։ Տպագրվել է Սեֆա Քապլանի թուրք հրապարակախոս Յուրիե Թերթի աշխատակից, ինչը տեղի ունեցել 1915-ի ժողովածուի մեջ։ Եվ այս թեմայով Սեֆա Քապլանը դիմել է թուրք պատմաբաններին եւ ասել է, իսկ ինչպես կբացատրեք, ահա այսպիսի մի ձևակերպում, որ ջարդվել են հայերը եւ Թալյաթն էլ ասում է, թե այն փաստաթղթերը, այն մեջուցառումները, որ կատարում եք հայերի հանդեպ, մի իրականացրեք մյուս քրիստոնյաների հանդեպ եւ շատ զարմանալի պատասխան է ստացել Յուսուֆ Հալաչօղլուից, որը ասել է, որ ես գտնում եմ, որ դրանում չկա որևէ ակնարկ ցեղասպանության մասին, շատ զարմանալի մի պատասխան եւ այստեղ թուրք լրագրողը Սեֆա Քապլանը տրամաբանական մի հակընդդեմ հարց է տվել, ասել է, բայց գոնե պետք է փաստեք, որ չկա մի կատարեք այսպիսի գործողություններ, դադարեցրեք հայերի ջարդը, այսպիսի հրահանգ չկա։ Եվ հետո Սեֆա Քապլանը նաև նշել է, որ ես կարծում եմ, որ խղճի մտոք աշխատող ցանկացած պատմաբան վերջի վերջո կհանգի այս փաստաթղթի հիման վրա կհանգի, որ ուրեմն տեղի ունեցել կազմակերպված ջարդ, բայց Յուսուֆ Հալաչօղլուն հաստատ խղճի մտոք աշխատող։ Հալաչօղլուին մենք առիթներ ունեցել ենք անդրադառնալու, մեր հեռուստադիտողը լավ գիտի, դա թուրքական պաշտոնական պատմագրության գլխավոր այսպես խոսափողն է աշխարհին, այնպես որ գիտենք ում մասին է խոսքը։ Մենք անցնենք
առաջ, որպեսզի կարողանանք, ես քանի որ ծանոթ եմ այդ փաստաթղթերի ամբողջությանը, ես կուզենայի, որ հասցնեինք մեր հեռուստաժամի ընթացքում տեղավորվել։ Ուրեմն սա, ինչպես նշեցի, ամենամեծ բացթողումը կարող ենք համարել գրքի այս փաստաթուղթը, բայց իրենց կողմից մեր կողմից ճշմարտության դիտարկում։ Եվ շարունակելով այնուամենայնիվ նշել ջարդերի մասին վկայող Օսմանյան փաստաթղթի տվյալ հատորյակից ներկայացնեմ ուրեմն 222 էջի գրքի օպերատորին խնդրենք ցույց տա եւ դուք ընթացքում կարդացեք փաստաթուղթը։ Ուրեմն 222 էջի վրա զետեղված է թիվ 248 փաստաթուղթ, որտեղ ներքին գործերի նախարարությունը Թալյաթը դիմում է Անկարայի գավառապետին, ահա ուրեմն այստեղ նշված է, որ Անկարայի մերձակայքում գտնվում է մի փոքրիկ բնակավայր, որը կոչվում է Քեսքին, եւ ահա Քեսքինի հայերը փոխադրվել են մեկ այլ վայր, այստեղ թուրքերեն տեղանունները կան, ուրեմն Դևե Բաղրդան, ահա այսպիսի մի տարածք Անկարայի մերձակայքում, որտեղ նրանք սպանվել են եւ գործիքները կացինով, մկրատով, դանակով նրանց սպանդի են մատնել Անկարայի շրջանում։ Անկարայի վերաբերյալ այլ փաստաթղթեր նույնպես կան, գիտենք, որ այսօր մայրաքաղաքն է Անկարան, Թուրքիայի նախագահի աշխատակազմը գտնվում է Չանկայա թաղամասում եւ թուրքական նախագահական ինստիտուտն է հայտնի Չանկայա անվամբ, ինչպես որ ասենք Ռուսաստանում ասում են Կրեմլ կամ Միացյալ Նահանգների Սպիտակ տուն, Անկարայի դեպքում դա Չանկայա, իսկ Չանկայա թարգմանաբար Չան դա եկեղեցու զանգն է եւ Քայա դա լեռն է, այսինքն այդտեղ եղել է հայկական եկեղեցի, այնտեղ որտեղ հիմա նախագահն է աշխատում Թուրքիայի, այսինքն ահա այսպես ջարդելով Անկարայի հայերին, ինչպես այս փաստաթուղթն է վկայում, մյուս փաստաթուղթներն են փաստում եւ դատարկելով ընդհանրապես Անկարան հայությունից, այնտեղ իրենք ստեղծեցին իրենց մայրաքաղաքը։ Ես անցնելով առաջ ասեմ, որ ինչպես նշում է թուրքական պաշտոնական կեղծարար իրականում պատմագիտությունը, շակերտների մեջ պատմագիտությունը, բռնագաղթի ընթացքում բացառություններ են արվել հիվանդ հայերի համար, տարեցների համար, կանանց համար, որոնք չեն տարագրվել ըստ թուրքական պաշտոնական տեսակետի, կեղծ տեսակետի եւ գրքից հանվել են մի շարք փաստաթղթեր, որոնք վկայում են, որ բռնագաղթի ընթացքում Թալյաթ Փաշան որևէ տեսակի բացառություն որևէ հայի համար չի կատարել։ Օրինակ, հենց 13-րդ փաստաթուղթը գրքի սկզբում տեղադրված 1915-ի մայիսի 9-ին նշվում է Թալյաթի հրագիրն է ուրեմն Մարաշի գավառապետին, ինչպես նախկինում տեղեկացվել էր Զեյթունի ամբողջ հայությանը, ընդգծելով ամբողջ հայությանը անհրաժեշտ է տարագրել, որևէ ակնարկ, որ հիվանդներին չէ կամ ինչ որ տարեց կանանց, որևէ այսպիսի ակնարկ գոյություն չունի։ Շարունակելով բավական մեծ թիվ են կազմում նման հեռագրերը, Սիսի բոլոր հայերին, Սիս քաղաքի բոլոր հայերին անհրաժեշտ է տարհանել 1915 թվական հունիսի 17 Իզմիտ քաղաքի հետ կապված կենտրոնի եւ շրջակայքի 58,000 հայերն ամբողջությամբ, ընդգծենք, ամբողջությամբ տարհանվել են։ Սա արդեն գավառապետը զեկուցում է ներքին գործերի նախարարությանը։ Այստեղ նաև մի շեշտադրում անենք, որ թվարկված բնակավայրեր Զեյթուն, Սիս, Իզմիր, սրանք բնակավայրեր չեն, որոնք գտնվել են ռուս-թուրքական սահմանի մոտ, ինչպես որ թուրքերը այսօր անընդհատ փորձում են արդարացնել, թե իբրև թե հայերը օգնում են ռուսներին, դրա համար մենք ռազմաճակատի սահմանից տարհանել ենք։ Սիսը որտեղ, Զեյթունը որտեղ, Իզմիրը առավել եւս որտեղ եւ ռուս-թուրքական սահմանը։ Այնպես որ սա մեկ անգամ եւս եւ այդ ձեր կողմից է շեշտված ամբողջ հայությանը, ամբողջ սա նորից խոսում է կազմակերպված ցեղասպանության։ Փորձել են ցույց տալ, ցույց դնել թուրք զեղծարարները, որ տեսեք հայրի ոչ թե ջարդել են, այլ տարհանել են, այսինքն իդեան, թե ինչու են այս փաստաթղթերը ներթափանցել Թուրքիայում տպված հատորյակի մեջ, երևի թե դա է եղել, բայց տեսեք իրականում ինչ լուրջ բացթողումների հետ գործ ունեն։ Նույնը այս գիշերի քաղաքի վերաբերյալը շրջանի ամբողջ հայերը տարհանվել են 1915 թվականի սեպտեմբերի 17-ին զեկուցվել է իշխանությունին գավառապետը։ Եվ այս թեմայով նշեմ, որ գիտական հոդված են պատրաստել, որ այս բանի ձեռքիսը, եւ ուղղակի ես նաև նշել եմ, որ փաստաթղթերում որևէ ակնարկ հիվանդների, կանանց կամ երեխաների վերաբերյալ ուղղակի բացակայում է։ Զարգացնելով թեման, ասեմ, որ մեկ փաստաթուղթ նույնպես ես կցանկանայի մեջ բերել,
լրացնելու համար ամբողջ հայերին տարագրելու հետ կապված, որը վերաբերում է Անկարային, ես առանձին շեշտադրել եմ, տեսեք, ինչ է ասված հեռագրում փոխնահանգապետը Անկարայի ուղարկում է ներքին գործերի նախարարություն Թալյաթին 1915-ի սեպտեմբերին։ Նշված է. Վիլայեթի կենտրոնի Անկարայի, այսինքն վիլայեթի կենտրոնի չփոխադրված հայ բնակչությունը 733-ի չափ կանանցից եւ երեխաներից է բաղկացած։ Մնացել 733-ի չափ։ Նրանց էլ օրվա ընթացքում 250-ի չափ կազմող խմբերով ուղարկելու ենք, այսինքն 250 կլրանա 735 կտարագրեն։ Այստեղ ինչն է հետաքրքիր, որ մնացել են ընդամենը 733 կին եւ երեխա, եւ նույնիսկ վերջին կանանց եւ երեխաներին ուղարկում են, տարագրում են։ Ինչի մասին է խոսքը, ինչ պատերազմական գործողություններ հայերից պաշտպանվել, զինված խմբավոր, ինչի մասին է խոսքը այսքանից հետո, եթե հենց թուրքական փաստաթուղթը, օսմանյան եւ թուրքական հրատարակության փաստաթուղթը վկայում է նույնիսկ վերջին կանանց ու վերջին երեխաներին թուրքական պետությունը Անկարայից որում ստորագրված է փոխնահանգապետ ԱԹՖ-ը ուղարկել է ներքին գործերի նախարարություն։ Ես ընթացքում նաև մեջբերել եմ այլ աղբյուրներ, որոնք լրացնում են օսմանյան տվյալ փաստաթղթերը, այսինքն կոնկրետ հեռագրերը հաստատվում են եւ միջազգային դիտորդների կամ միսիոներների, դիվանագետների վկայություններով եւ հենց թուրք նաեւ թուրքական աղբյուրներով, օրինակ Չերքես Ահմեդը, որը հայտնի է, որ սպանել է Գրիգոր Զոհրաբին եւ այս մասին գրել է թուրք հեղինակը Ահմեդ Ռեֆիկ Ալթինայը, ահա Չերքես Ահմեդը իր Ռեֆիկ Ալթինային է պատմել եւ այս մասին վերջինս գրել է իր երկու կոմիտե երկու ջարդ գրքում, գնացեք տեսեք Վանը եւ շրջակայքը անապատի են վերածել, այնտեղ այսօր մեկ հայ էլ հնարավոր չէ գտնել, ասել է Չերքես Ահմեդը, այսինքն մեկը մյուսին գալի լրացնում է, հատորյակի օսմանյան փաստաթղթերը եւ այնինչ տեսել է ամբողջ աշխարհը, այնինչ պատմել են հայ վերապրողները իրենց հուշերում, բոլորը միահյուսված են, ոչ մեկը ոչ մեկին չի կարող այստեղ հակասել, ի հակադրություն այն խայտառակ իրավիճակի, որում գտնում է թուրքական կեղծ թեզը, որը արտասահմանում բացի ասենք Ադրբեջան պետությունը իրենց կրտսեր եղբայրը ուրիշ որևիցե պետություն պետական մակարդակը ուղղակի չի կարող սատարել։ Էնվերի հորեղբայրը Հալիլ Փաշան, որը առաջին աշխարհամարտի տարիներին եղել է տարբեր զինված ստորաբաժանումների հրամանատար, ասել է. Ես ջանացի մինչև վերջին մարդը ոչնչացնել հայ ազգին։ Ընդ որում սա ինչպես նշեցի օսմանյան աղբյուրը, այսինքն Էնվերի հորեղբայրն է ասել, իսկ հրատարակվել է 1972-ի Ստամբուլում, այսինքն նորից գործում են հենց թուրքական աղբյուրները, ինչով է նրանք առավել, այսպես ասենք, արժեքավոր ակնհայտ է, չի կարող թուրքական պետությունը մերժել այն, ինչ ինքն է տպագրել, իրենց հրատարակությունն է։ Իհարկե, ես հիշում եմ Վահագն Դադարյանը, երբ որ առաջին անգամ եկավ Հայաստան, պետական համալսարան եւ այնտեղ իհարկե մեծագույն հարգանքով ընդունվեց եւ համալսարանի պատվավոր պրոֆեսորի կոչում ստացավ, իր դասախոսությանը, որ ես ինքս էլ ներկա էի, հետաքրքիր բան ասեց, երբեմն ինձ մեղադրում են, թե ինչի ես քիչ օգտագործում ռուսական, անգլիական եւ ֆրանսիական փաստաթղթերը։ Եվ իր բացատրությունը հետաքրքիր էր, ասեց, երբ որ ես դրանք օգտագործում եմ որպես լրացուցիչ, ոչ հիմնական, որովհետեւ ասեց, երբ որ ես օգտագործում եմ ռուսական, անգլիական, ֆրանսիականը, ասում են, դե նրանք անտանտի երկրներն են, որոնք թշնամի են եղել Թուրքիային եւ բնականաբար որպես թշնամի։ Դրա համար իր աշխատությունները հիմնականում շեշտադրումը արվում է թուրքական, գերմանական եւ ավստրո-հունգարական։ Թուրքականը հենց իրենք են վկայում, իսկ Գերմանիան եւ Ավստրո-Հունգարիան իր գլխավոր դաշնակիցներն էին առաջի աշխարհամարտի ժամանակ եւ բնականաբար անհամեմատ ավելի այսպես անխոցելի եւ անթերի է դառնում մեր փաստարկումները։ Եվ այս առումով իհարկե Վահագն Դադարյանի մոտեցումը երիցս ճշմարիտ է։ Ես իդեպ ասեմ, որ քիչ առաջ որ ցույց էին տրվում փաստաթղթերը, կային փաստաթղթեր, որոնք 90 աստիճանի թեքությամբ էին, ոչ թե մենք ենք սխալ դրել, այլ պարզապես գրքի մեջ են այդպես զետեղված եւ մենք դրել ենք, որովհետեւ գրքի էջի ներքևի մասում նաև իր փաստաթղթի կոդային համարն է գրված։ Մենք ինքներս չենք շրջել փաստաթղթերը, այ հիմա նորից մեր օպերատորը կրկնում է, պարզապես այս դիրքով է ժողովածուի մեջ զետեղված եւ մենք նույնությամբ պահում ենք, որովհետեւ ներքևի տողում էլ, վերևի տողում էլ դուք կնկատեք փաստաթղթի կոդային համարը, որպեսզի վավերականությունը մենք ինչ որ ձեւով
ուրեմն չվնասենք վավերականությանը։ Զարգացնենք թեման, ասել մահմեդականացմանը դերևս, նույնպես ասեմ, որ բազմաթիվ այլ աղբյուրներ եւ հայկական եւ միջազգային հաստատում են մահմեդականացման հայ երեխաներին, հայ կանանց, հայ աղջիկներին առևանգելու եւ ուծացնելու, իսլամացնելու այդ թուրքական քաղաքականությունը եւ նաեւ փաստաթղթերում այս մասին բազմաթիվ վկայություններ կան։ Օրինակ կարող եմ մեջբերել Զմյուռնիայում Բուլղարիայի հյուպատոս, սա գրքից չէ, պարզապես իր հուշերն են, Զմյուռնիայում Բուլղարիայի հյուպատոս Իվան Համամջիևը 1915-ի օգոստոսի 24-ին դիմում է դեսպանին, Բուլղարիայի դեսպանին, որ նստում է Կոստանդնուպոլսին, այսինքն հյուպատոսը դիմում է Կոստանդնուպոլսի Բուլղարիայի դեսպանին եւ ասում է, որ ոչ միայն Բիլթիսում եւ Էրզրումում, այլև Վանում ողջ հայ բնակչությունը, որին չի հաջողվել փախչել սրի է քաշվել տեղի մուսուլմանների ձեռքով, խնայվել են միայն 7 տարեկանից ցածր երեխաները, որոնք տեղափոխվել են առանձին շենք ըստ երևույթին թուրքացվելու նպատակով։ Եվ հենց հաջորդությամբ Խարբերցի Արամ Քյոսայանը ծնված 1008 թվականին հիշում է 1915-ին ես 7 տարեկան էի, երբ մեզ Խարբերցից տեղանալու հրաման տվեցին, ճափին սկսեց թալանը, մեր հետևից գալիս էին թուրքերը, հավաքում ինձ պես չոջուխներուն, նշել է Խարբերցի ականատեսը վերապրող Արամ Քյոսայանը, այսպիսի բազմաթիվ օրինակներ կան եւ հուշեր կան հայ պատմագիտության դրանք պահպանվել զետեղել է, որտեղ խոսքը գնում է հայերի զանգվածային մահմեդականացման քաղաքականության մասին եւ հենց վերջին շրջանում հայտնի են դառնում փաստեր, գիտենք Ֆեթիե Չեթինի հայտնի գիրքը Իմ մեծ մայրը, որտեղ թարգմանվեց նաեւ հայերեն, մեր գործընկերոջ կողմից եւ հրատարակվեց, որտեղ նույնպես նույն թեման է արկա թուրք լրագրող կա Բեքիր Ջոշկուն, որը 2005 թվականին հարցազրույց տվեց թուրքական թերթերից մեկին, Միլիեթին եւ երբ որ իրեն հարցրեցին, իր տատը նույնպես հայ է եղել եւ երբ որ հարցեցին, ասեցին, իսկ դուք ընդունում եք ցեղասպանություն թե չէ, ինքը ասեց, ես գիտեմ իմ տատի ցավալի հուշերը, այսպես պատասխանեց, ես գիտեմ, ընդ որում ուշադրություն դարձնենք, որ տատն է հայ, այսինքն չի նոր պապն է հայ, տատը, որտեվ առևանգել են հայ աղջիկներին, հայ կանանց նույնպես վկայություն է։ Այդ առումով մենք մեր հաղորդաշարի ընթացքում եւ Համշենահայությանը նվիրված առանձին հաղորդում ունեցանք եւ Արևմտյան Հայաստանի մերօրյա իրականությունը, որի ժամանակ նաեւ ես ինքս ներկայացրեցի եւ իմ հանդիպումներից այնտեղ քրդախոս դարձած հայերի, թուրքախոս դարձած հայերի եւ իդեպ վերջի շրջանում հետաքրությունը շատ աճել է, ես այստեղ հիմա խնդրեմ մեր օպերատորը ցույց տա վերջերս հրատարակված հայրենիք մատենաշարով հրատարակված 8-րդ համարն է մատենաշարի այլախոս եւ այլադավան հայեր գրքույկը, որտեղ հոդվածների ժողովածու է, հավաքված են այսպես փաստեր հիմնականում Արևմտյան Հայաստանի տարածքում իհարկե այսօր էլ բնակվող այլախոս, այլադավան դարձած հայերի մասին, ինչը որ շատ կարևոր է մեզ համար, որովհետև ինքնության խնդիրը, որ այդպես բուռն բռնկում է ստացել վերջի տարիների ընթացքում, Թուրքիայի համար այսօր համար 1 վտանգներից մեկն է, որովհետև ես առիթ արդեն ունեցել եմ մեր հաղորդաշարով հիշել Երջանկայի շատակրան դիմքի այդ մարգարեական խոսքերը, որ օրը եթե Թուրքիան քանդվի, դա պիտի լինի ոչ թե պատերազմից, այլ ինքնության խնդրից։ Եվ այս խնդիրը շատ կարևոր է, որովհետև ես ինքս էլ Արևմտյան Հայաստանում հանդիպեցի, մարդիկ մոտենում էին, ասում են, որ իրենք հայ են ծագումով։ Եվ երբեմն ով ես, որտեղից ես, չգիտեին, որովհետև այդպես իր հայրը կամ պապը ասել է, ընդ որում չի իմացել, թե որտեղից, որովհետև ասենք 5 տարեկան երեխային վերցրել են եւ թուրքացրել են եւ հիշողությունն է կորել։ Բայց հետաքրքիր է, որ պահպանելով հիշողությունը, նույնիսկ մեր ընկերներից մեկը պատմեց, որ Ստամբուլում կարծեմ իր մի ծերունի Թուրքի հետ է զրուցել, ինքը ասում է, այսպես շատ համոզված, ասում էր, որ հայ են, բայց ոչ հայերեն գիտեր, ոչ հայկական մշակույթի հետ որևէ, նույնիսկ չգիտեր որտեղից եւ ծնողների անունը չգիտեր։ Եվ ասում է, երբ որ հարցեցի, լավ, դու որտեղից գիտես, ասում է, ես հիշում եմ, որ երբ որ շատ փոքր էինք, երևի այդպես 4-5 տարեկան, ասում է, մեզ ծեծում էին ու արհամարանքով ասում էին Էրմենի չոջուխ։ Մնացել է հիշողության մեջ եւ իր ժառանգներին ասել է եւ այսօր իսկապես այս մեր հերոստատիտողի հարցն էլ եւ ընդհանրապես մենք բազմիցս այդ խնդրին անդրադարձել ենք Թուրքիայի ներսում այսպես թուրքախոս, քրդախոս դարձած կամ մահմեդականացած
հայկական ծագումով տարրի վերահայացման խնդիրը մենք ունենք եւ դա շատ լուրջ խնդիրներից մեկը պետք է լինի, որի ակունքները իհարկե 15 թվականից գալիս են։ Այո, գիտեք, ես մի փոքր նաեւ պատմություն փոքրիկ ներկայացնեմ, որ գուցե թեմայի մեջ հետաքրքիր կլինի։ Մի 7 տարի առաջ ես Ստամբուլում եղա եւ նավի վրա նավ է նստել, այնտեղ նավը պես տրանսպորտային միջոց է աշխատում։ Կարդում է հայկական թերթ Մարմարա եւ կողքս նստած երիտասարդը թերթից հասկացավ, որ հայ եմ եւ ասեց հայ եք, ասեցի այո, ասեց ես քուրդ եմ, Երձնկայի տարածաշրջանից մի անվանափոխված է։ Եվ ես իրեն հարցեցի, ասի ձեզ մոտ հայեր կան եւ հետաքրքիր էր իր պատասխանը, ասեց կան։ Ասեց իրենք չեն ասում, որ իրենք հայ են, բայց մենք գիտենք, որ իրենք հայ, ասեց գիտես ինչից գիտենք, ասեց կա եկեղեցու ավերակներ հայկական եւ իրենք գնում են այնտեղ մաքրում են եւ նստում են այդ եկեղեցում եւ հետո երկար ժամանակ նստում հետ են գալիս եւ ես ուղղակի նաեւ փորձի պատկերացնել այդ տարեց մարդկանց վիճակը, էլի, այսինքն որևէ հայկական գոնե Ստամբուլում կա եկեղեցի թերթ, ինչ որ շփում հայերի հետ, հա, իսկ այնտեղ իրանք լրիվ մենակ են մնացել եւ ուղղակի այդ փոքրիկ այդ ավերակները քարերն են իրենց որ հիշեցնում են, կապում են։ Եվ այստեղ գալով փաստաթղթերին, որոնք վկայում են հայերի մահմեդականացման մասին, ներկայացնենք Հալեպի նահանգապետ Բեկիր Սամի Բեին ուղված փաստաթուղթը, որը ներքին գործերի նախարարությունը Թալյատն է ուղարկել։ Հալեպ հասած, ուրեմն վերապրած այդ ուրեմն բռնագաղթը վերապրած կենթանի մնացած հայերի թեմայով գրում է. առանց ծնողների մնացած փոքր տարիքի աղջիկ եւ տղա երեխաներին կարելի է ցրված ձևով, ընդգծենք ցրված ձևով հանձնել իսլամական գյուղերին։ 79 համարի փաստաթուղթն է։ Ինչու ցրված ձևով, որպեսզի կոմպակտ բնակչություն չլինի եւ ուրեմն ուծացումը ավելի դյուրին լինի, հա, փորձել են այստեղ թուրքերը ցույց տան, թե Թալյաթը մտահոգ է եղել ուրեմն հայ երեխաների ճակատագրով, բայց իրականում նախ պետք է ասել, թե ինչի են երեխաները առանց ծնողների մնացել, այս հեռագրից հարցը հետևում եւ ինչի ցրված ձևով, որը նույնպես ուրեմն մատնում է թուրքական կողմին։ Յոսկաթի գավառում մնացել են ուրեմն 10,000 հայ, մի մասին անհրաժեշտ է տարհանել, իսկ ուրեմն երեխաներին ընդունված որոշման համաձայն փաստաթղթում է նշված ցրել մահմեդական գյուղերում, ընդունված որոշման համաձայն կա որոշում հայ երեխաներին ցրել երեխաներին մահմեդական գյուղերի մեջ ցրել։ Քալաջկի եւ Քեսքինի հայ բնակչության մեծ մասը կանայք եւ երեխաներ են, որոնց անհրաժեշտ է ցրել իսլամական գյուղերի մեջ։ 22 սեպտեմբեր 1915 թվական փոխնահանգապետ, Անկարե փոխնահանգապետ Աթոֆն է գրում նույն թեմայով եւ նույնպես մեկ փաստաթուղթ Գավառում կայսերի մասին է, Գավառում մնացել են 4911 հոգի, նրանց 5%-ի հարաբերակցությամբ անհրաժեշտ է ցրել մահմեդական գյուղերի մեջ, այսինքն այդ գյուղերը 5%-ից ավելի ինչ պետք է կազմեին։ Հստակ քաղաքականությունը մշակված է։ Այո։ Նման փաստաթղթեր էլի կան եւ երբ որ արդեն պարտվեց Թուրքիան համաշխարհային պատերազմում եւ մինչեւ Աթաթուրքի ուրեմն շրջանը այդ եղավ եւ անգլիացիները երբ որ եկան Ստամբուլ, նաեւ ֆրանսիացիները հետ համատեղ փնտրում էին մահմեդականացած իսլամացած հայ երեխաներին եւ այդ մասին նույնպես այստեղ տեղեկություններ կան։ Օրինակ Ստամբուլի հարակից Մաքրե գյուղում հետաքննությունն է պարզել արդեն 1918 թվականին, որ հայտնաբերել են ուրեմն 17 մահմեդականացած հայ եւ 1 մահմեդականացած հույն երեխաներ կամ նույնպես Մաքրի գյուղի Յենի Մահալե թաղամասում գտնվել է 14 տարեկան մահմեդականացած հայուհի, որին անվանակոչել են Քամիլա, գիտենք որ անունները փոխում են իսլամացնելուց հետո։ Ստամբուլի Ումրանիե փողոցում դատավոր Իհսան Բեյի տանը ֆրանսիացի զինվորները եւ հայ կամավորները գտել են մահմեդականացած հալեպցի հայ աղջկա։ Նույն թաղամասում Ավնի Էֆենդին իսլամացրել էր երկու հայուհիների, նրանց շնորհելով Էմինե եւ Ֆաթիմա անունները, որում նաեւ հարց է ծագում, թե իսկ որ չափի մասին հայտնի չդարձավ, չէ՞ որ դա նույնպես կա եւ վերջերս մեր բավական տարածվեց մի այսպես բան պատրաստի նյութեր
ինտերնետային կայքեջում, որը մեր ցեղասպանության թանգարանում էլ հենց կարծեմ պատրաստվել էր, մահմեդականացած հայ աղջիկներ եւ կանայք եւ բավականին մեծ քանակությամբ այնտեղ նյութ էր պատրաստված եւ ես ինքս էլ մի քանի մերոնք հիմա բավական լավ են սկսել աշխատել այդ ուղղությամբ, ասենք իրենց մերձավորներով իրար տեղեկացնում են, որ կա այսպիսի կայք եւ մտեք նայեք եւ մի քանի տարբեր մարդկանցից, ընդ որում տարբեր երկրներից ես ստանում էի այդ կայքը նայելու հրավերը, որը շատ այսպես բուրըն կերպով մերոնք արձագանքեցին մահմեդականացած հայուհիների խնդրին եւ ընդհանրապես պիտի ասել, որ Արևմտյան Հայաստանում բավական շատ էին հանդիպում, հետաքրքիր է օրինակ Զազաների շրջանում, կամ որոնք հայտնի են նաև որպես Ալևի քրդեր, երբ որ նրանց հետ շփվում էինք, ամեն համարյա երրորդը ասում էր, որ իր տատը հայ է եղել, եւ առաջին հայացքից տարօրինակ էր, եւ շատ հաճախ էր հնչում Մարիամ անունը, նույնիսկ կարող ես մտածել, թե ինչ որ առասպելի հետ գործ ունես, բայց բացատրությունը շատ պարզ է։ Մենք գիտենք, որ Զազաները, որոնք իրենց ծագման մեջ հայկական տարրեր ունեն, հայ-պարսկական, այսպես մի հետաքրքիր ընդհանրություն է, որ հնդեվրոպական այսօր ապրում է հատկապես դերսի մի շրջանում, իրենք 15 թվականին ահռելի օգնություն մեզ ցույց տվեցին, փրկեցին շատ հայերի, այդ թվում նաև Սողոմոն Թելերյանին, իհարկե 36 թվականի մարտահամարի ժամանակ պահանջում էին, որ թուրքիական կառավարությունը պահանջում էր, որ ներկայացնեն ծպտյալ բնակչությանը։ Ակնարկը հստակ հայերին է վերաբերում եւ 37-38 թվերին Դերսիմի ապստամբության ճնշումը այսպես հայտնի հիմնականում ոչնչացան այն հայության զանգվածները, որոնք փրկել էին։ Եվ հետաքրքիր է ինչը այնուամենայնիվ մարդիկ փրկեցին շատ հայերի եւ հայ աղջիկների, որոնց փրկել էին, մանավանդ մանկահասակ հայ աղջիկների, երբ որ աղջիկ երեխա է եւ դեռ անունն էլ չգիտես, իրենք այսպես որպես քրիստոնյա հայուհու ստեցին համատարած Մարիամ անուն տալ։ Եվ Զազաների շրջանում ուղղակի զարմանում էր, ամեն երրորդ մարդ կարող է գար, ասեր տատս հայ է եղել եւ իր անունը Մարիամ է եղել։ Եվ սա առասպել չի, սա այդ իրականությունն է եւ իհարկե ես Զազաներին միշտ որ հիշում եմ, մեծ երախտագիտությամբ եմ նրանց մասին խոսում եւ հետաքրքիր է իրենց եվրոպական կառույցները, կազմակերպությունները որ կան, իրենք միշտ շատ այսպես ջերմորեն են հայկության հետ կապված խնդիրներին անդրադառնում, շեշտելով, որ իրենք էլ ծագումով հայ են։ Եվ սա եւս մեր խնդիրներից մեկն է, որին մենք լուրջ ուշադրություն պիտի դարձնենք, որը ելի մեր բաց թողումներից է։ Բուն Արևմտյան Հայաստանի տարածքում ապրում է այսպիսի մի ժողովուրդ եւ այսքան ջերմ հիշողություններով կապված են, այսինքն կիսով չափ, հայ են կամ ինչ ասեմ, քիչ դժվարանում եմ սա հաստատել, բայց հաստատ թուրք չեն միանշանակ եւ հնդեվրոպական են հստակ, հայ-պարսկական այսպես ընդհանրություն է։ Այո, եւ միգուցե նաեւ այս աշխատանքը հստատեսությամբ եւ արբանյակային հարարցակումներն ինչ որ աստիճանաբար այստեղ կարող են։ Ես YouTube-ի մեջ նայեցի, Զազաները, երբ որ փնտրում էի ինձ հետաքրքիր ինչ կար, ես հիացած մնացի եւ նույնիսկ շատ զարմացած, երբ որ տեսա Զազա աղջիկների ջոկատներ, որոնք կռվում են Դերսիմի լեռներում։ Ամբողջ ջոկատը աղջիկներ են եւ ազատ դրված է։ Ես զարմացած էի մնացել ու հետո բավական հետաքրքիր է երգեր կային իրեն զոհված աղջիկներից մեկի հիշատակին ու զարմանալի հոգեհարազատություն կար։ Ես չգիտեմ, այդ երևի 4-5 անգամ իրար հետևից լսեցի, այնքան հարազատ էր երգը ինձ։ Զարմացած էի մնաց, ընդ որում դիմագծերից շատ իսկապես շատ հայկական բան կարելի է։ Փաստաթղթեր կան գրքում, ուրեմն որոնցում ներկայացված է թվական ցուցանիշներ տարհանման վերաբերյալ, ասենք Սվազից, Սեբաստիայից տարհանվել են այսքան, Հայր Դիարբեկիրից այսքան, եւ կան փաստաթղթեր Տերզոր հասած հայերի մասին եւ տրամաբանությունը թուրք հեղինակների հետեւյալն է եղել, որ ցույց տա, թե տեսեք հանեցինք Տերզորից, Սեբաստիայից, Դիարբեկիրից, մեծ քաղաքներից եւ ահա նրանք եկան հասան Տերզոր, այսինքն բռնագաղթ է։ Ցույց տալ բռնագաղթը հանվել են քաղաքից, հասել են Դերզոր, ուրեմն մենք բռնագաղթ ենք իրականացրել եւ ոչ թե ջարդ։ Բայց խնդիրը թվային ցուցանիշների տարբերության մեջ է, այսինքն այն թվով հայերը, որոնք հանվել են քաղաքներից բռնագաղթի ենթարկվել եւ այն թվով հայերը, որոնք հասել են Դերզոր, մի քանի տասնյակ անգամ տարբերություն կա, նվազել է թիվը։ Այս դրա պատասխանը հետաքրքիր կներ։ Ունենք մենք։ Այո, օպերատորին խնդրենք այս ընթացքում ցույց տա եւ դուք ընթերցեք։ Օրինակ տարհանված հայերի վերաբերյալ Անկարայից այստեղ նշվում է 21236 հայ,
բռնագաղթի է ենթարկվել, կամ Իզմիտ քաղաքից 58,000 հայ ամբողջովին տարհանվել է, գավառապետն է զեկուցում Մազհարը, ներքին գործերի նախարարությանը։ Կայսերի պարագայում նշվում է, որ բռնագաղթի են ենթարկվել, տարագրվել են 46463 հայեր։ Բավական լուրջ ցուցանիշներ են, չէ՞։ Այլ քաղաքներում ավելի մեծ ցուցանիշներ են, մասնավորապես Սեբաստիայի պարագայում, Սվազի պարագայում 130,000 հայ է, 136,000 հայ Սեբաստիայից տարագրվել է, եւ Դիարբեքիրի պարագայում 120,000 հայ է տարագրվել։ Դա հենց գրքի փաստաթղթերն են փաստում, որ ահա այսպիսի ցուցանիշներ կան, 136,000 եւ 120,000, դրանք առավելագույն ցուցանիշներն են Սեբաստիա եւ Դիարբեքիր քաղաքներից։ Եվ հիմա ընթերցենք, թե Տերզոր հայերի հասնելու մասին ինչ փաստաթղթեր կան եւ ինչ ցուցանիշների հետ այստեղ գործ ունենք։ Օրինակ, համար 157 փաստաթղթում է նշված, որ Հալեպի ճանապարհով եւս 1500 հայ եկել։ Այսպիսի մի թիվ է, 100,500։ Նախկին ցուցանիշներ հիշում ենք 136,000, 120,000, 58,000, այստեղ Հալեպի ճանապարհով եւս 1500 հայ եկել։ Այնթափից եւ Իզմիրից 2500 հայ երեք հասել Զոր, գավառապետ Սուադն է զեկուցում ներքին գործերի նախարարությանը։ Մեկ այլ պարագայում 1440 անձ երեք հասել են Զոր, Այնթաբ եւ Կարահիսար Ակշեհիր քաղաքների հայր, այսինքն մի քանի քաղաքներից 1440 հայ հասնում մինչեւ Դերզոր։ Մարաշի, Բուրսայի եւ Ադափազարի հայերից 280 հայ եկել։ Մարաշ, Բուրսա եւ Ադափազար, Բուրսային բավական ստվար հայություն է ապրել, խոշոր քաղաքներից է, 280 հայ ընդամենը հասել։ Իզմիտից եւ Սամսունից 400 հայ է հասել։ Ահա այս թվային տարբերությունները ներկայացնելով կարող ենք այսպեսի մի եզրափակում տալ, մեկնաբանությունն ավելորդենք։ Մեր ֆրանսահայ պատմաբաններից Հարություն Ռայմոնդ Գևորգյան հրատարակեց ֆրանսերենով վերջի տարիներին մի մեծածավալ հատոր, որտեղ արել էր բացառիկ կարևոր աշխատանք այս ուրեմն խնդրին վերաբերող, ինքը թուրքական հենց աղբյուրներից փորձել էր որքան որ հնարավոր է, ուրեմն որ քարավանը դուրս եկավ որտեղից, երբ եւ ինչքան էր, եւ հասավ Դերզոր ինչքան։ Եվ այդ թվերի համեմատությունը, եթե չեմ սխալվում, մոտ 700 տարբերությունը 700,000 էր կազմում։ Այսինքն միայն բռնագաղթի ճանապարհին եթե տալիս է այդպիսի տարբերություն եւ ասեմ ինքը մասնակցում էր ես անցած տարի հանդիպեցի Մարսելում իրեն գիտաժողովին հայագիտական եւ ինքը Ժնևում այդ թուրքեն հայտնի մեր մերժողներից մեկը, որի դեմ դատ բացվեց Փերինչեկը, այն նրա դատավարության ժամանակ ինքը հայերի կողմից որպես մասնագետ էր ներկայացվել եւ նաեւ մանրամասներ պատմեց այդ բավական հետաքրքիր դատավարության մասին եւ շատ կարեւոր աշխատանք է, այսինքն այս առումով էլ ինչպես Վահագն Դատերյանը մոտեցումը, այս մոտեցումն էր եւ կարեւորը ֆրանսերենով բավական մեծ մի հատոր էր, որը ամբողջ թուրքական էլի փաստաթղթերի հիման վրա եւ ամբողջը ուրեմն իրականության իր դեմքը այսպես ակնառու է դառնում։ Այո։ Ունեցվածքի, հա, մասին այս մի բանն էլ մենք կարողանանք տեղավորվել։ Քանի որ տարբեր ցուցանիշներ են նշվում, թե որքան գումար է հայությունը տուժել, հա, որքան է նյութական վնասների չափը հասցվել, 60 միլիարդ դոլարն է նշվում որպես վերջնական կարծեցուցանիշ, պետք է հաշվի առնենք նաև դոլարի կուրսի այս փոփոխությունների ժամանակ միանգամայն այլ գնողունակություն ուներ դոլարը եւ այս թեմայով նույնպես փաստաթղթեր կան գրքում 53 եւ 54-րդ էջերի փաստաթղթեր են 1915-ի հունիսի 27-ի ներքին գործերի նախարար Թայլաթի անունից Էրզուրումի վիլայեթ է ուղարկվում մի փաստաթուղթ, որում նշվում է, որ Օսմանյան կայսրություն փոխադրված իսլամ գաղթականներին պետք է բնակեցնել հայերի թողած գյուղերում, եւ փաստաթղթում նշված է պատերազմական շրջաններից փոխադրված բնակչությանը հնարավորություն տալ բնակվել վիլայեթի, Էրզուրումի վիլայեթի եւ Վանի վիլայեթի հայերի թողած բնակավայրերում։ Սա նաեւ հետաքրքիր է այն առումով, որ եթե իրենք բնակեցնում են հայկական գյուղերում, մահմեդականներ, այսինքն իրենք գերնում են այն իրողություն, որ հայերը չեն վերադառնալու այդ գյուղերը։ Սա է նաև տրամաբանությունը։
199-րդ համարի փաստաթղթում ներքին գործերի նախարարությունից ստացված հեռագիրը Թալյաթի անունից գավառապետին հրահանգում է հայերի գույքը մահմեդական գաղթականներին հանձնել։ Հայերի գույքը հանձնել, Օսմանյան փաստաթղթեր են տպված թուրքական հանրապետությունում եւ այդ երկխոսության մասին բարձրաձայնող ու տարբերող թուրքական պետությունը դեպի ինչպես է իր աղբյուրներին պատասխանել։ Դե մենք առիթ արդեն ունեցել ենք մեր լավագույն պատմաբան քաղաքագետներից Հակոբ Հակոբյանի գրքին անդրադառնալու սփյուռքայության հայրենիք վերադառնալու իրավական եւ պատմական հիմքերը, այդ մեծածավալ աշխատությունը, որ հրատարակեց, ինքը այնտեղ հետաքրքիր բաներ արել, բերել էր պատերազմի մասին միջազգային կոնվենցիաները, որոնցում ընդ որում որոնց տակ ստորագրել է նաև Թուրքիայի Հանրապետությունը, հստակորեն նշվում է այսպիսի մի բան, որ ելնելով ստրատեգիական շահերից ամեն պետություն իրավունք ունի պատերազմի ժամանակ իր բնակության որոշակի մասին տարհանելու, տեղափոխելու այլ տեղ, սակայն պատերազմի ավարտից հետո պարտավոր է վերադարձնել եւ հատուցել կրած վնասները, եթե այդ տարհանման ժամանակ մահացել են նրանց ժառանգներին։ Այսինքն, եթե անգամ մի պահ թուրքերը, որ այդքան ձգտում են ամեն ինչ անել, որ ցեղասպանությունն էլ, եթե նույնիսկ չճանաչեն, հենց մենակ այս տարագրման, որը իրենք են իրենց հենց կողմից հստակորեն ասում եւ իրենց փաստաթղթերում է ակնառու, հենց միայն այս փաստից ելնելով եւ միջազգային այդ կոնվենցիաներից ելնելով իրենք պարտավոր են այսօր արևմտահայության բոլոր ժառանգներին, որը Սփյուռքն է եւ Հայաստանի Հանրապետության բնակության 50%-ից ավելին, վերադարձնել Արևմտյան Հայաստան, հատուցել կրած վնասները։ Այսինքն այստեղ մենք ունենք նորից լուրջ խնդիր, որը որևէ կերպ թուրքերը չեն կարող շրջանցել, ընդ որում ես մի քիչ էլ իմ համար նորից զարմանալի է, հաղորդման սկզբում խոսեցինք, որ չգիտես ինչի մերոնք մի շարք այսպես կոնվենցիաներ շրջանցում են։ Ասենք հենց նույն այդ պատերազմի մասին միջազգային կոնվենցիաները, որ պարտավոր է թուրքական պետությունը տարագրված հայությանը նրա ժառանգներին վերադարձնել։ Մերոնք այդ ուղղությամբ միայն այսպես մերոնք բևեռացել են ցեղասպանության կոնվենցիայի վրա։ Հասկանալի է, հрьяաների օրինակը կա եւ փորձում են այս օրինակը, բայց կա նաեւ մյուսները, որոնք չպետք է մղվեն երկրորդ պլան։ Այստեղ շարունակենք։ Այո, ես ցանկանայի նշել, մինչդեռ նաեւ որպես եզրափակում ասեմ, որ թուրք հեղինակ Յաշար Քեմալը գրող բավական անվանի գրող է, քուրդ է ծագմամբ Յաշար Քեմալը, իր գրքում Ցախ Մեմեդը հայերեն թարգմանությունը կա խորհրդային ժամանակահատվածում թարգմանվեց հայերեն թուրքերենից, ներկայացնում է երկու թուրք քաղաքացիների դիալոգը, երկխոսությունը, գեղարվեստական գիրք է, եւ այստեղ թուրքերը միմյանց հետ խոսելուց ասում են, մեկը մյուսին ասում է՝ դու տիրացար հայ կարապետի ունեցվածքին, ասում է թուրք աղան այսպես, եւ մյուսը ասում է՝ բայց դու ասում ես հայ Կիրակոսից ավելի շատ վերցեցիր, քան թե ես, ասում ես քո վերցածի կողքին ին վերցածնին չէ որ։ Սա թուրք հեղինակ է, որը նույնպես գալիս է լրացնելու, ամբողջացնելու թեման։ Սրանք են այն փաստաթղթերը, որոնք ես ցանկանայի ներկայացնել եւ ես քանի որ մենք մոտ 5 րոպե ունենք եթերաժամին, ես կուզենայի մենք մի խնդրի էլ անդրադառնանք, մանավանդ որ այդ հարցի լավագույն մասնագետներից մեկը այսօր փաստորեն դուք եք, կապված այսօրվա քաղաքական այսօր թուրքական մերժողականության քաղաքականության, հա, այս խնդիրներին ինչ վիճակում է այսօր խնդիրը եւ ինչ հերանեկարներ, ընդհանրապես թուրք մերժողականություն երևույթը այսօր եւ ինչ հերանեկարներ կարող ենք ունենալ մոտ 5 րոպեի սահմաններում, որտեղ ես ասեմ, որ մի որոշ ժամանակ առաջ խոսել եմ Նիդերլանդներից հայտնի ցեղասպանագետ Թոմ Ժվանի հետ եւ նա այսպեսի մի շատ հստակ տիրապետում է հայոց ցեղասպանության թեման եւ Թոմ Ժվանը ասաց թուրքերը աստիճանաբար ավելի ու ավելի ծիծաղելի վիճակում են հայտնվում իրանց մերժողականության արդյունքում, աստիճանաբար ավելի ծիծաղելի։ Ցեղասպանության հանդեպ հարցում մերժողականությունը միջազգային հանրության համար եւ մտավորական հատվածի համար իրավապաշտպանելու բացարձակ ընդունելի չի։ Եվ նորից գալով Երջանկայի շատակ հրատինքին կարող հիշել այն խոսքերը, որ Հրանտ ինքը ասաց 2005-ի ապրիլին, երբ նույնպես հանրային հեռուստատեսության տաղավարում էր եւ հարցազրույց տվեց ու ասաց, որ Թուրքիան մերժողականությունը ուժեղացրել է, որովհետեւ վախենում է իր ժողովրդի արթնությունից։
Այսինքն նույնը ինչ որ ասել է դուք նշեցիք, որ ներքին բնակչի արդյունությունից է նա վախենում, որովհետև գիտե որ Եվրոպայում ինքը այլևս անելիք չունի եւ համոզելու շանսեր եվրոպական քաղաքական շրջանակներին չունի։ Բավական հիմնավոր ձևով ուսումնասիրել է թուրքական մեժվականության թեման նույնպես Վահագն Տատիրյանի կողմից եւ մի որոշ ժամանակ առաջ ես ուղղակի առանձնացեցի վերջին շրջանում թուրքական մեժվականության այսպես ճակերտավոր նորամուծությունները, որոնք նորագույն իրողություններ են եւ ժամանակի սահմանափակ լինելու արդյունքում ես ուղղակի կբերեմ միայն մեկ կոնկրետ օրինակ, երբ որ 2005 թվականի հունիսին Հայաստան այցելեց թուրքական խորհրդարանի падգամավոր Թուրհան Չոմեզը, որը վարչապետ Էրդողանի մերձավորներից է եւ հայտարարեց, որ մենք ափսոսում ենք այսպես 1915-ին իրականացված գործողությունների համար իր ձևակերպման, բայց մենք ընդունեցինք, Թուրքիան ընդունեց իր համար դժվարին որոշում, ինչպես որ Միացյալ Նահանգները երկրորդ համաշխարհայինում ստիպված մեկուսացրեց ճապոնացիներին, Ամերիկայի Միացյալ Նահանգների ճապոնացին, այդպես է մենք ստիպված եղանք ինչ որ չլսված մի զուգահեռ Հիրոսիմա Նագասակի հետ զուգահեռ, ինչ որ անհասկանալի մի զուգահեռը եւ որևէ համեմատություն չկա Միացյալ Նահանգներում պատերազմի տարին ճապոնացիների հանդեպ տեղի ճապոնացիների հանդեպ իրականացված գործողությունների եւ այն գործողությունների հետ համեմատ ինչ որ կատարեց Օսմանյան իշխանությունը իր պատակ հայերի հանդեպ, բայց նաեւ համատություն չկա այն հարցում, թե ինչպես է այսօր Միացյալ Նահանգների իշխանությունը վերաբերում պատմության իր այդ էջին, քննադատելով Միացյալ Նահանգների ճապոնացիների հանդեպ որոշակի սահմանափակումները, որ տեղի ունեցան եւ նաեւ հատուցելով գումարային առումով կան հուշարձաններ ճապոնացիներին հենց Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ Ամերիկայի իշխանությունները մասնակցում են արարողությունների հուշարձանների շուրջ եւ այս ֆոնին ուղղակի տեսնենք թուրքական պետությունը ինչպես է շարունակում իրեն այսօր պահել դրսևորել նշված հարցում։ Շատ լավ, բնականաբար մենք կարող ենք բավական շատ ավելի երկար խոսել եւ ոչ մեկ կամ մի քանի օրինակներով, սակայն խնդրի էությունը բոլորիս պարզ է։ Սիրելի հայրենակիցներ, ես ուզում եմ իմ եւ ձեր անունից շնորհակալություն հայտնել մեր լավ բարեկամին Հայկ Արամ Նահապետյանին, որ սիրով պատրաստակամությամբ եկավ եւ ներկայացրեց կարեւորագույն այս ժողովածուն, որովհետեւ նորից կրկնենք, իրենք են հրատարակել եւ իրենց փաստաթղթերով ամեն ինչ խիստ իրավական է եւ որևէ այսպես սողոսկելու տեղ չունեն, խուսափելու տեղ չունեն եւ սա մենք արեցինք նաեւ որպես այսպես լրատվական, ինչ ասեմ, փոխանցում արտասահմանում գործող հայդատի գրասենյակներին բոլոր անձանց, ովքեր որ զբաղվում են, ովքեր որ հետաքրքրված են, ուղղակի սովորական մեր հայրենակիցներին, որոնք շփվում են օտարազգիների հետ եւ կարող են նաեւ վկայակոչել, ասենք, չգիտեմ, գիտաժողովների ժամանակ, թեկուզ սովորական հանդիպումների ժամանակ նաեւ հասարակական կարծիք ձևավորելու խնդիրը կա։ Ես այսքանով ուզում եմ ավարտել, միայն հիշեցնեմ, որ արդեն անցած շաբաթվանից ամբողջությամբ գործում է մեր ինտերնետային կայքը 3w.memocast.com Ուրեմն բացեք ուղակի հայկական էջը, լեզուների մեջ ընտրեք Armenian եւ այնտեղ կտեսնեք 24 հաղորդում արդեն դրված է, իսկ առաջիկա մեր հաղորդումները 2-3 շաբաթը մեկ անընդհատ կթարմացվեն։ Այնպես որ այսօր մենք այսքանով ավարտում ենք, շնորհակալություն, բարին բոլորիս հետ։